Կարմիր թե կապույտ անձնագիր ունի Նարեկ Կարապետյանը։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայտարարում են, որ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը եւ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու բովանդակությամբ կեղծ դիմում։ Այս կերպ ըստ կոմիտեի Կարապետյանը թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու տեղեկությունը։ Ավելի վաղ ԿԸՀ-ն էր արձագանքել Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու տեղեկությանը։ Խոսնակ Սեդա Ղուկասյանն ասել էր, որ հանձնաժողովի կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների ինֆորմացիան, եւ Նարեկ Կարապետյանը շարունակում է համարվել падգամավորի թեկնածու։ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը, այդ թվում վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակության եւ Հայաստանի քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Նարեկ Կարապետյանը 2 օր է հերքում է այլ երկրի քաղաքացի լինելու լուրը, որը նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր տարածել, պահանջելով պարզաբանում։ Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համարը հայտարարում է, որ միայն Հայաստանի քաղաքացի է, իսկ քաղաքական ուժն իրավական գործընթաց է սկսում։ Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊԱ-կանների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել։ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում հաստատեց եւս մեկ անգամ, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ Սամվել Կարապետյանը բացի բիզնեսից Հայաստանից դուրս որևէ այլ գործունեությամբ չի զբաղվել։ Հայցադիմում է ներկայացվելու դատական, բայց իրենց պես չէ, որ մարդկանց տանեն ձերբակալեն, այլ ուրիշ բանի համար, որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար, բայց իսկ վճարը գնալու է գիտեք ուր, գնալու է Սևանի հոգեբուժարան։ Այնտեղ մենք կվերանորոգենք հոգեբուժարանի սենյակները եւ նաեւ ծրագիր կունենանք, որ ով ունի հոգեկան խնդիրներ, անվճար տեղեր տրամադրվեն այդ մարդկանց, որպեսզի անհավասարակշիռ վարքագծով հասարակության մեջ մարդկանց չվախեցնեն եւ նրանց պաշտոն չտրվի։ Ուժեղ Հայաստանի փաստաբանական թիմն արդեն պատրաստում է հայցադիմումները եւ առաջիկայում կձեռնարկվեն համապատասխան իրավական քայլեր։ Ալադավթյան, Էպիկենտրոն։